Այն Նիկոլ Փաշինյանը, որ կար նախկինում, էլի եմ ասում, լիքը լավ բաներ կար, որ փորձում էր ասել, բայց այդ Նիկոլ Փաշինյանը մահացել էլ չկա։ Այսինքն այն ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, որ կար, ինքը կողմեր Արցախին, հայ ժողովրդին, հայապահպանությանը եւ այլն, չէ՞։ Ինքը դեմ էր թալանին, կոռուպցիային, ճիշտ է, ինքը չէր ասում, որ Արցախը Ադրբեջանի կազմում պետք է լինի։ Այդ Նիկոլ Փաշինյանին մենք բոլորս կուզեինք վերադարձնենք իր նախնական դիրքեր։ Անկամ թող դեղին թերթեր աներ, մի երկու բան էլ ավել պակասով գրեր, հաստատ հայրենիքի կորուստ դրանից չէր բանանում, չէ՞։ Այդ Նիկոլ Փաշինյանը էլ չկա։ Նիկոլ Փաշինյանը այդ կարծում եմ գալով իշխանության, երբ որ ինքը արդեն իր դիրքերը ամրապնդեց այդ հեղափոխություն կոչվածից հետո ու ընտրվեց, իր ոտքերը գետնից կտրվեցին։ Ինքը հասկացավ որպես քաջնազար, որ ինքը Հայաստանի վարչապետն է։ Դուք հասկանում եք Հայաստանի վարչապետ ովքեր են եղել, ասենք Անդրանիկ Մարգարյան, չգիտեմ Վազգեն Սարգսյան, մեկ է Նիկոլ Փաշինյան։ Հասկանում եք ինչ խայտարակություն է, ու ինքը իր մեջ մտածել է ոնց ախպեր։ Ես ի՞նչ տղա եմ, պատկերացնում եք երկրի վարչապետ եմ, ոնց որ քաջնազարը համապատասխան գրքում, չէ՞։ Անհաղթ, ես անհաղթ եմ, ես ամենակարող եմ եւ այլն, բայց ինքը չի հասկանում, որ ոչ միայն քաջնազարի պատմությունը, ոչ միայն կկվի պատմությունը, ու տենց շատ Հովհաննես Թումանյան անխելք մարդը շատ կան։ Այդ գրքերի մեջ Նիկոլ Փաշինյաններն են շատ դեպքերում,